ուշադրության կենտրոնում Down-ի համախտանիշն է։ Տերայր նախ ողջունում եմ ձեզ, Հայաստանից հայրենիքից եկել եք եւ Հայաստանի շունչն եք բերել ձեր հետ։ Ողջունում եմ նաեւ Կարեն Սարգսակյանին եւ ուզում եմ այսօրվա զրույցը սկսենք Մոնթեից։ Ոչ թե Հերոս Մոնթեն, այլ փոքրիկ Հերոս Մոնթեն, Արև Մոնթեն, որ ծնվել է 6 տարի առաջ եւ փաստորեն սկիզբը դարձավ հսկա մի առաքելության Հայաստանում եւ ձեր անձնական առաքելությունն է, որ այսպես թափվում է մեր հասարակության, մեր ազգի մեջ։ Խնդրեմ պատմությունը պատմեք Մոնթեի։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մոնթեն, ինչպես նշեցիք, 6 տարի առաջ ծնվեց իմ սպասված տղազավակը։ Հղիության ընթացքում մենք արդեն գիտեինք, որ պիտի ծնվի Down-ի համախտանիշով։ Դա որպես հոգեորական եւ հավատացյալ մարդ հստակ էր, որ երեխան պիտի ապրի եւ երեխային պիտի չսպանենք։ Ինչքան էլ դժվար էր ծնունդից հետո, բայց կարողացանք հոգեվոր առումով եւ տիրոջով դիմագրավել այդ ծանր վիճակին եւ խնամել մեր զավակին։ Մոնթեն հանդիսացավ դարձավ պատճառը, որ մենք զբաղվենք այդ երեխաներով։ Ես զգացի, որ Աստված ինձ Մոնթեին տվեց, որ ես իմ մաշկի վրա ճանաչեմ Down համախտանիշով երեխաներին, ճանաչեմ այս արև երեխաներին եւ հոգ տանեմ։ Եվ վստահ եմ արդեն քանի տարի հետո, որ ես ճիշտ էի, որ դա իրոք Աստծո կամքն էր։ Առաջին աշխատանքները մենք սկսեցինք Հայաստանում գործող մանկատներից, փորձեցինք գտնել մանկատներում ապրող երեխաներին եւ օգնել իրենց։ Եվ հետո քանի որ Հայաստանում տեսանք, որ չկան կենտրոններ հատուկ Down համախտանիշի համար, մենք որոշեցինք բացել արև երեխաների առողջության եւ զարգացման կենտրոնը եւ Փառք Աստծո հաջողեցինք եւ արդեն 5-րդ տարին է, բայց հիմնական կենտրոնը, որ ամբողջությամբ մասնագետներով գործում է, արդեն 3-րդ տարին է, որ Հայաստանում գործում է արև երեխաների կենտրոնը։ Դա ուզում եմ վերադառնամ ձեր խոսքի սկզբին, այնտեղ մի բան նշեցիք, որ որպես հավատացյալ եւ որպես հոգեորական, իհարկե ակնհայտ էր, որ երեխան պիտի ապրի։ Ինչու ուրիշ երեխաների համար այլընտրանք կա։ Ասենք երբ որ ծնողները բացահայտում են, որ Down-ի համախտանիշ ունի երեխան։ Ցավոք սրտի, չնայած թվերը փոխվել են կարծրատիպեր կոտրելուց հետո, բայց եթե երեխային չէին սպանում, աբորտ չէին անում, ապա մանկատուն էին հանձնում եւ շատ քիչ մարդիկ կային, որ պահում են երեխաներին եւ այն երեխաներին է որ պահում էին փակ, որպեսզի հասարակությունը չտեսնի, որտեղ հասարակության մեջ սխալ կարծիք կար դաջված, որ այս երեխաները բանի պետք չեն, այս երեխաները կոպիտ ասած դեբիլ են եւ հասարակությանը ոչ մի բանով օգտակար չեն։ Եթե կհիշեք, մենք գրեթե 3 հասակակիցներ ենք, եթե կհիշեք, մենք այդ դաստիարակությունը բնավ չենք էլ ստացել։ Եթե կհիշեք, մենք փողոցում բոլորս էլ մեծացած ենք փողոցում։ Հիշում եք, ինչքան էինք նմանատիպ մարդկանց, ասենք, ձեռք առնում, ջղայնացնում, ու ոչ մենք այդպես ցավոք սրտի այդպես դաստիարակություն չունեինք, որ մեզ մեկը մեր ձեռքից բռներ, չգիտեմ, ուղղություն տաներ, բացատրեր վերջապես, որ սա ապրելակերպ է, սրա հետ պիտի համակերպվենք ու այս մարդիկ վերջ-վերջով Աստծո ստեղծածն են, այո։ Եվ ինձ հետաքրքիր էր, վերջերս մեկը այստեղ հարց տվեց ու շատ մտերիմ եւ
բավականին լավ վիճակի մեջ մարդ ֆինանսապես ինձ հարցրեց, ասաց որդիներից այդ մեկը ասաց այդ ձևի է, որ դու փորձում ես այս երեխաներին միշտ օգտակար լինել, բնավ չնեղացրեց ինձ, ես քմծիծաղ տվեցի, ասի ինչի պիտի սենց լինենք, որպեսզի նոր փորձենք օգտակար լինել, այսինքն ես ինքս իմ փոքրուց ես իմ մեջ մնացել է, մենք պիտի փոխենք, Փառք Աստծո Տեր հոր այս գործունեությամբ բավականին շատ կարծատպեր փոխվել են Հայաստանում, մարդիկ սկսել են ուրիշ ձև մտածել եւ մենք պիտի գանք նստենք, վերջ-վերջով մենք պիտի հասկանանք, պիտի գանք նստենք ու այս հարցի հետ ոնց որ անգլերեն ասած deal պիտի անենք ու վերջացնենք, մենք պիտի առաջ գնանք, այս երեխաները մերն են, մեզանից մեկն են, վաղը այս երեխաները իրենց ձևով Փառք Աստծո Տերը ավելի մանրամասն կասի, որ նաև նրանք օգտակար են լինում։ Հիմա ունենք արդեն արևներ թատրոն, արևներ երաժշտական այդպիսի խմբակ, հիմա ավելի շատ հզոր ծրագիր ենք Տերը կասի փորձում իրականացնել, եթե հաջողենք, սա համաշխարհային բում է լինելու։ Կներկայացնենք Հայաստանը արդեն դրանով։ Այո։ Ուզում եմ արդեն նշեցիք քանի անգամ արև երեխաներ, կազմակերպության անունն է արև երեխաներ։ Ինչու եք որոշել արև երեխաներ անունը։ Արև երեխաները ընդհանրապես միջազգային տերմին է, բոլոր երկրներում իրենց լեզվով այս երեխաներին համարում են արև երեխաներ։ Children, солнечные дети, արև երեխաներ, որտեղ իրականում իրենք արև են, իրենք ջերմ են, ամենաբարի, ամենաջերմ երեխաներն են իրենք, քեզ սեր տվող ջերմություն տվող խենթանալիք փոքրիկներ են, չգիտեմ, իրենք մի հատ այնպեսի ջերմությամբ են գալիս քեզ փաթաթվում, իրենց փոքրիկ թաթիկներով խփում քո բանին մեջքին, որ խենթանալիք մի բան է, իրենք իրոք արևներ են։ Դեռ քանի հոգի երեխա կա, քանի ընտանիք է մասնակցում արև երեխաների գործունեությանը։ Գիտեք, այս պայդրությամբ մենք կենտրոնում ունենք արդեն գրանցված 140 երեխա, բայց սա վերջնական թիվ չի է։ Հիմա Փառք Աստծո, որ աբորտները շատ քիչ են արվում, սա բժիշկների բանը ինֆորմացիան է, որ տվել են մեզ, այս բանից հետո գործունեությունից հետո բայց մենք կարողանում ենք այս բան 75 երեխայի մատուցել ծառայություններ։ Դրանք կլինեն լոգոպեդ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան, խմբային հոգեբան, ինչպես Կարեն Սարգսակը նշեց, մենք արդեն ունենք արդեն ձևավորված հստակ արևի թատրոն, որ արդեն մեկ ներկայացում ունեցել ենք եւ պատրաստվում ենք արդեն երկրորդ ներկայացմանը։ Կարեն Սարգսակը համեցություն արեց, բայց իր աջակցությամբ մենք ունենք զանգակներ երաժշտական խմբակը, արդեն փառատոնի ենք մասնակցել Հայաստանում, ներառական եւ մրցանակ ենք արդեն շահել եւ միակն էին մեր երեխաները, որ առանց որևէ մեկի միջնորդությամբ իրենք համերգային համարներ ունեցան։ Մենք հիմա հետաքրիր մի ծրագիր ունենք հայ ջազմենների հետ, մենք ուզում ենք, որ մեր արևային զանգակներով համերգային մի մեծ ծրագիր մշակել, որով որ նախատեսում ենք ապագային դուրս գալ Հայաստանի սահմաններից դուրս։ Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա, Ամերիկա եւ այս միջոցով, համերգների միջոցով ոչ միայն ներկայացնել արև երեխաներին, այլ արև երեխաների միջոցով արդեն ներկայացնել Հայաստանը։ Կարծում եմ, որ հրաշալի մի զիլբանա լինելու։ Տեսանկար Վահագն Հայրապետյանի հետ, եթե չեմ։ Այո, գաղափարը հենց Վահագն Հայրապետյանին է իր, որ այո, արևների հետ մենք սկսենք շրջագայել եւ Հայաստանը ներկայացնել։ Իսկ ինչպես եք ներգրավում մարդկանց։ Լավ, նախ ուզում եմ հարց ուղղել հետեւյալ հետաքրքիր ծնողներին, ովքեր որ Դաունի համախտանիշով երեխա ունեն, արդյոք դուք եք փնտրում, գտնում, թե իրանք են լսում ձեր գործունեության մասին ուզում ընդգրկվել։ Մենք սկզբից որոշեցինք, որ ինչքան էլ դժվար էր, բայց որ մենք պիտի չթաքցնենք երեխային եւ պիտի բաց դուրս գանք։ Մենք ասացինք, որ ծնվել է Դաունի համախտանիշով, չթաքցրեցինք եւ երբ որ մեծացա փոքր տարեկից, մենք սկսեցինք իրեն դուրս գալ։ Իրեն բերել եկեղեցին համայնք է ծանոթացնել, իրեն անել համայնքից դուրս։ Ինձ համար գիտեք դժվար էր, երբ որ ես մոնտեյդ քայլում էի եւ մարդիկ սկսում էին ուղղակի
զարմացած դեմքերով նայել թե փոքրիկին, թե ինձ։ Ինչքան էլ դժվար էր, բայց փորձում էի հաղթարել, որ սա անում եմ ոչ թե իմ համար, սա անում եմ իմ զավակի ապագայի համար եւ իմ զավակի նման բախտակից ծնողների համար, որ եթե ես չէ, ուրեմն եթե ինձ է տրվել սարակելություն, ես պիտի անեմ։ Եվ փառք Աստծո կարծատրիպերը կոտրվեց եւ մարդիկ իմացան, կենտրոնը բացեցին եւ քիչ-քիչ իրեն զավակներին դուրս բերեցին եւ միացան մեզ եւ սկսեցին ուղակի միասին քայլել։ Կենտրոնը ինչպես բացեցիք։ Սկզբից եթե անկեղծ ունեմ, մենք տարած չունեինք, եկեղեցու հովատան ներքևը մի փոքրիկ նկուղային տարածք կար, դա սկսեցինք մաքրել եւ հնարավորություն չունեի ես հպարտություն չլինի կամ թող Աստված ինձների, բայց Մոնթեին նվիրաբերած գումարները, իրենք հայկական ավանդույթ կա, որ զավակ է փորձում մսկում են գումար նվիրել երեխային։ Մենք այդ Մոնթեին նվիրած գումարներով մի լոգոպեդ վերցրեցինք, իրեն աշխատավարձ ապահովեցինք եւ ասացինք երեխաների հետ աշխատի։ Եվ այդտեղից սկսվեց։ Հետո տեսանք, որ շատ անում են եւ տարածքի խնդիր ունենք։ Նավասար Սրբազանի միջնորդությամբ դիմեցինք վեհապար հորը, որպեսզի մեզ տարածք հատկացնի, որ մենք սկսենք աշխատել երեխաների հետ։ Փառք Աստծո, հաջողեց, մեզ տարածքը նվիրվեց, բայց ցավոք հիմա արդեն այդ տարածքն էլ է շատ փոքր, որտեվ չի հերիքում եւ տարբեր ծրագրեր կան եւ հիմա Կարեն Սարգսակյանի միջնորդությամբ դիմել են կառավարությանը, սոցիալ-նախարարությանը, քաղաքապետարանին, որպեսզի մեզ տարածք հատկացվի ավելի մեծ, որպեսզի կարողանանք նաեւ ցերեկային աշխատանքներ ապահովել, թեկուզ եթե ծնողները մանում են երեխան մնում է, չգիտեմ, առանց խնամքի այդ երեխայի խնամքը մեզ վրա վերցնել։ Իսում է ընթացքի մեջ է գործը, Կարենը հետևում է այդ ընթացքին, աշխատանքների իր անձնական կապերի միջոցով, կարծում եմ հաջողելու ենք եւ ունենալու ենք այդ։ Հիմա հարցս Կարեն Սարգսակյանին։ Ինչ գիտեմ, որ Տեր Գրիգորի հետ ընկերներ եք, բայց ընկերությունը մի կողմ դնելով ինչ եք որոշել ուրեմն աջակցել։ Նախ որպեսզի հասկանանք մենք կարող ենք այս մեծ ծրագիրը կարող ենք իրականացնել թե չէ, ես Տեր Գրիգորին հրավիրեցի Միացյալ Նահանգներ, Փառք Աստծո, նաև շնորհակալություն մեր Սրբազան հորը Հովնան Սրբազանին, որպեսզի հասկանանք, որովհետև օրինակ մի շինության վրա հիմա բանակցում ենք պետության հետ, մոտավորապես ամբողջությամբ շինությունը, ասենք, վերանորոգելու շենքը մոտավորապես $1.5 միլիոն կարժենա, բնականաբար իրենց հետ այնպես են կարել, եթե ստացվի, փուլ առ փուլ պիտի կառուցենք, որպեսզի վերջնական տեսքին վերենք, հա, բայց դա դեռ բանակցությունների մեջ է, որովհետև մենք բացառապես մեր ուզած պայմաններով պիտի վերցնենք այդ շենքը։ Դրան գումարած արևները Արև կենտրոնը ունի տարեկան ծախս։ Այս պրոֆեսիոնալներին, որ Տերայրը ասեց, այդ ընդհանուր այդ ծախսը մոտավորապես $50,000 է կազմում։ 50,000 տարեկան։ Տարեկան դա միայն ներողություն մասնագետների աշխատավարձն եւ կոմունալ ծախսը։ Այո, այսինքն, հա, մենք այստեղ երկու առաքելություն ենք իրականացնում։ Մեկ փորձում ենք անհատ բարերարներին գտնել, որպեսզի կարողանանք այդ մեծ ծրագիրը իրականացնենք։ Պլյուս դրան, եթե նկատել եք, ես դրամահավաք եմ կազմակերպել Facebook-ում, մենք ճիշտ է փոքր խնդիրներ ունենք, որովհետև քանի որ non-profit-ով է կազմակերպած դրամահավաքը, երկրներ կան, որտեղից չեն կարողանում նվիրատվություններ անել, ասենք Ռուսաստան, Հայաստան անգամ։ Հիմա այսպիսի բան ենք կազմակերպել, քանի որ այս կիրակի օրը փետրվարի 27-ին Տերայրն է Սուրբ Ղևոնդյանցում պատարագիչ, պատարագից հետո անմիջապես պիտի կազմակերպենք նաև տերոր հանդիպումը հավատացյալների հետ, համայնքի հետ, որպեսզի Տերայրը ներկայացնի արևներին եւ խոսի, եւ դրան զուգահեռ մի լավ բան ենք մտածել, շատ արագ ենք մտածել, այսպեսի փոքր անվելոպներ ենք պատրաստել, տպագրել ենք վրան արևների լոգոն, այստեղ բան կա գրված, որ գրած է քո օգնությունը կարող է փոխել Դաունի համախտանիշով փոքրիկներից մեկի կյանքը եւ Հիսուս Քրիստոսի խոսքերն են, ինչ որ արեցիք այս փոքրիկներից մեկին, ինձ արեցիք։ Հիմա ես պիտի խնդրեմ մեր համայնքին 700-ից 800,000 հոգանոց համայնքին, պիտի խնդրեմ, որ
կամավոր 500 դոնորներ են պետք մեզ, 500, որպեսզի նրանք ամիսը $10 նվիրատվություն անեն, ամիսը $10 այսինքն տարեկան $120 նվիրատվություն անելու դեպքում, մենք տերհոր ուսերից գցում ենք այս հոգսը, ֆինանս հայթայթելու, եւ տերորը թողնում ենք միայն իր ծառայության մեջ մնա, ու այս գումարով, ասում եմ, Վայջան, դու այստեղ ապրողս գիտես, ինչ ասեմ, 1 գավաթ Starbucks-ի սուրճ ասեմ, 1 լանչ, 1 միտուփ ծխախոտ ասեմ, ամիսը $10, եթե մարդը նվիրատվություն անի, $120, 500 հոգի։ Այս հարցը առօրյա մեր բանի մեջ կենցաղային բաների մեջ այնպես աննկատ ենք ծախսում առանց մտահոգելու։ Եվ մենք հիմա մի հատ ծրագիր ենք մշակում, տերերը հենց որ գնա հետ, անմիջապես կզբաղվենք դրանով, online արդեն պիտի սարքենք, սա $10 ամիսը ավտոմատ իրենց քարտից չարժ անեն, այս հարցը լուծված է։ Հիմա ես խնդրում եմ մեր հայրենակիցներին, որպեսզի այս անգամ այս 500 ծրարները Կիրակի օրը միջև տերհայրը մարտի 2-ն է այստեղ։ Եթե կարողանանք այս $120-ները 500 ապահովենք, այստեղ ծրարի վրա իրենց email ադրեսը պիտի գրեն, անուն ազգանուն, այս 500 նվիրատուն դառնում են մասը արև կենտրոնի, դառնում են դոնորները, այսինքն սա բարի հրաշալի առաքելություն է, արդեն փետրվարի 27-ին էլ գիտեք, վերջին բումբարեկենթան պասն է, մեծ պասն է սկսվում, սա մի հրաշալի հնարավորություն է, որպեսզի մարդիկ մի բարի գործ անեն։ Եվ ոչ միայն իրական հավելեմ նաև, որ հաղորդումը մեր համացանցով նայում են ոչ միայն այստեղ, ամբողջ աշխարհով, Ռուսաստան, Հայաստան, եւ եթե չեք կարող մասնակցել այս կոնկրետ նախաձեռնությանը, արև երեխաների մասին միշտ կարող եք տեղեկանալ downchildren.am ուրեմն կայքում գործունեության Facebook-յան հենց արև երեխաներ էջի վրա եւ ձեր աջակցությունը ցուցաբերեք թե մինչեւ պահքը, թե պահքից հետո եւ զատիկից հետո եւ շարունակաբար, որովհետեւ եւ ուզում եմ իմանալ, որ ինչն է նպատակ, իրենք որ շտե դառնում են աջակիցը հովանավորը, այլս 500 հոգին դառնում են այդ կենտրոնի տերերը։ Որտեվ ես, չգիտեմ, ամեն մեկս ժամանակավոր ենք այս աշխարհում, չգիտեմ, իշքան կլինեմ, ասված իշքան կյանք կտա, ես չեմ ուզում այդ կենտրոնը անդրել, որ ես չլեմ այդ կենտրոնը փակվի։ Ես ուզում եմ լինեն այդ մարդիկ, որոնք կդառնան այդ կենտրոնի տերը, այդ երեխաների խնամողները, 500 հոգին, $120 տարեկան, իրենք դառնում են ամբողջ մի կենտրոնի Այո, այստեղ մենք մի հոգու համար չի սա, սա մի բացառիկ է, կենտրոնը միակն է Հայաստանում, այսինքն երկրորդ նմանատիպ կենտրոն չունենք, ես առիթ ունեցել եմ այցելելու աուտիզմով երեխաների կենտրոն, այնտեղ տարբեր տեսել եմ ինչպես է, բայց այս տեսակի կենտրոն Դաունի համախտանիշով սա միակ կենտրոնն է, այսինքն մենք պիտի այս կենտրոնի ապրելով մենք կարծրատիպ ենք փոխում։ Այս կենտրոնը պիտի ապրի, որպեսզի մենք նման երեխաների աբորտներ չունենանք, չսպանենք այս երեխաներին, որպեսզի մեր հասարակությունը վաղը պատրաստ լինի ընդունելու, մանկատուն չտանեն, այս երեխեքը մեր կարիք ունեն, արդեն մենք վերջ-վերջով մենք 21-րդ դար ենք ապրում, մենք ժամանակակից պետություն ենք ներկայանում աշխարհին, մենք պարտավոր ենք այս հարցը լուծել, սա ասում եմ, բացառիկ հնարավորություն է, որպեսզի 500 հոգին դառնան մի հրաշալի բարի գործի մաս։ Վերջերս խոսում ենք նաև Բագրատ Սրբազանի հետ հայ քրիստոնյա ընտանիքի մասին ու ինչ որ չափով նաև անդրադարձանք այս արհեստական ընդհատումների մասին հղիության ցավոք սրտի Հայաստանը առաջատար դիրքերում է աշխարհում ստատիստիկայով եւ տարեկան մոտավորապես պաշտոնական գրանցված տեղեկություններով միջինը 10,000 երեխա է աբորտի ենթարկվում։ Այսինքն, եթե հետադարձ այսպես հայացք գցենք անցած օրինակի համար 10 տարվա վրա, արդեն տեսնում ենք, որ մենք մեր ձեռքով 100,000 հայ երեխա ենք։ Հայ։ Էն էլ այսպիսի պատերազմներ տեսած, ջարդ տեսած ազգ։ Ու ուզում եմ ասել, որ
Սա մեր համար որպես ազգ, որպես հասարակություն լավ հնարավորություն է այսպես թափվելու, վերարժևորելու մեր արարքները, մեր հայացքները, մեր բարոյական այսպես մոտեցումը հարցին ու մասնակցելու մի առաքելության, որը որ ոչ միայն մեզ կարող է օգնել անձնապես, այլ կարող է վերածնել մեր բարոյական ընկալումը ընդհանրապես հայ ընտանիքի մասին, հայ երեխայի մասին եւ ընդհանրապես մեր գործունեությունը։ Հետո պիտի հասկանանք, որ որպես քրիստոնյաներ մենք ի Քրիստոս քուր եղբայր ենք։ Այո։ Նախ, եթե տրվել է այս խնդիրը Գրիգորին, չգիտեմ, մյուսին եւ ինչ չի տրվել, հա։ Չնայած ես էլ իմ խաչ ունեմ, բայց սա մենակ իրենց խնդիրը չէ։ Սա իմ եղբոր զավակն է, սա իմ քրոջ զավակն է։ Սա իմ զավակն է, հա։ Որ ես պիտի օգտակար լինեմ։ Փառք Աստծո, ես այդ ցավը չունեմ, ես այդ խնդիրը չունեմ, հա։ Եվ տանը որտեվ եթե անկես լինենք, ես եթե մենակ փորձեի զբաղվել իմ զավակով, ինձ ավելի հեշտ կլիներ։ Ես կարող էի ուղղակի խնդրել վեհապար հորը, որովհետև հայր իմ զավակը այսպես է, խնդրում եմ դրսում ավելի ճիշտ կլինի իր բուժումն ու խնամքը, ինձ նշանակեք մի երկիր, որտեղ որ ավելի հեշտ կլինի իմ զավակի խնամքը, ես գնամ այնտեղ ծառայել, ես չգնացի այդ քայլին։ Վստահ եմ պիտի վեհապարը ընդառաջ էր, բայց ես չգնացի, բան մյուս երեխաներին ով նայի։ Ես չփախա այդ խնդրից, ես մնացի եւ ինձ վրա վերցրեցի ավելի մեծ մի խնդիր։ Բայց ես մենակ անկարող եմ թե ֆիզիկապես թե հոգեպես մենակ գրելու այդ ամեն ինչը։ Ուզում եմ այստեղ նաև հատուկ ընդգծել այն փաստը, որ այս խնդրով եւ ինքս կարծում եմ, որ հենց այդպես էլ պիտի լիներ, այս խնդրով զբաղվում է քահանան, հոգեորականը, սարկավագը, կաթողիկոսը, arczepiskopos-ը, այսինքն եկեղեցին է ընդգրկված այս հարցի մեջ եւ պիտի սրա մասին հնարավորինս բարձրաձայնել եւ ասել, որովհետեւ կան շատ չար բերաններ, ովքեր որ անդադ վարկաբեկում են եկեղեցու գործունեությունը, քահանային են վարկաբեկում, պետք եղած ժամանակ երբեք չեն անդրադառնում, թե ինչ է արվում, ինչ տեսակի գործ է արվում։ Այժմ այդ կենտրոնը, որ հիմա ունենք արևների, որ տեսնես իրականության մեջ շատ փոքր է։ Ես նաև անհարմար է, եթե ասենք այստեղի տենց ստանդարտներով չափենք, չի համապատասխանում, հաստատ մեծ այստեղ տենց կենտրոն չէին դա, ամեն դեպքում մեր ունեցածը դա է, ու քանի որ սա նաև տերերը չնշեց այնտեղ մի քանի երեխաներ ունենք, որ ովքեր այսօր արդեն մենակ էր մնացել, ծնողներ չունեն կամ վաղը խնդիրներ են ունենում։ Այս ծրագիրը, որ մենք ունենք շենքը կառուցելու, այդ դեպքում նման երեխաների հարցերն էլ կլուծվի այս ձևով։ Այսինքն հիմնական կացություն կարող է ապահովել։ Դեք մենք նաև եթե ապագան ինչ որ նախատեսում ենք այն շենքը, որ նախատեսում ենք ունենալու, եթե ունենանք, մենք ընդգրկենք նաև ուրիշ հաշմանդամություն ունեցող երեխաներին, այդտեղ ցերեկային խնամքի։ Հիմնական մասնագիտական ծառայությունները կմատուցվի արև երեխաներին, բայց մենք ցերեկային խնամքի այդ աշխատանքների մեջ կընդգրկենք նաև ուրիշ հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ սա մի հրաշալի մի բան կլինի, հզոր մի կենտրոն կլինի Հայաստանում։ Գիտեք, մենք ես ու դու ապրել ենք պատերազմի օրերը այստեղ, ինչ էր կատարվում առաջնորդանի բակում եւ ընդհանրապես համայնքում։ Ես անգամ չեմ էլ մեղադրում այն մարդկանց, ովքեր որ ասում են, որ հիասթափվել են կամ բայց ես նորից կոչ խնդրանքով իմ հայրենակիցներին, այստեղ ապրողներին եւ ընդհանրապես ովքեր որ հնարավորություններ ունեն աշխարհով մեկ Հայաստանը ներառյալ եկեք աջակցենք, եկեք այս 500-ը ապահովենք։ Մեր մտահոգությունը էս է, որ կարծում եմ կան մարդիկ, ովքեր մտահոգված են եւ ամսական $10, $120 եւ այս հարցը լուծված է հուր հավիտյան։ Այսինքն մենք կունենանք արդեն մի հատ խնդիր երկուսի տեղը։ Մի խնդիրը լուծված կլինի, կմտածենք դա էլ ես հույս ունեմ մեր ազգի մեջ կան մեծահարուստներ, բարերարներ, որ իրենք առաջ կգան ու այս հարցն էլ կլուծվի։
Տերայր ուզում եմ նաև որպեսզի մի քիչ պատմեք հենց առօրյան արև երեխաների այդ կենտրոնում ինչպես է անցնում, ինքը երեխաներին բերում են առավոտից մինչև իրիկուն սովորական դպրոցի պես, թե ինչ ծրագրով է աշխատում։ Մեր մասնագիտական մոտեցում է, առավոտ 9-ից ժամը 6-ն է աշխատում կենտրոնը, կենտրոնում կան 6 անհատական մասնագետներ, հատուկ ժամերը նշված, ամեն երեխային ծնողը բերում է, ասենք երեխան մտնում է օրինակի համար լոգոպեդի, իր ժամը ավարտում է, մտնում է ֆիզիոթերապիստի, նայած արդեն երեխան ինչի խնդիր ունի, այնտեղ եւ մի մասնագետի գնում է շաբաթական 2 անգամ կամ եթե երեխային արդեն պետք է իրենք բժիշկները կամ մասնագետները ասում են, որ ավելի են պետք, շաբաթական 3 անգամ երեխաներ կան, ստանում են իրենց մասնագիտական ծառայությունները։ Դրանից բացի մենք ունենք սա երկուշաբթից ուրբաթ օրերը, շաբաթական 2 անգամ ունենք խմբակային մեր բաները։ Հատուկ մանկավարժի խմբային աշխատանք է արվում, նաև արվում է համայնքներում, մարզերում գտնվող երեխաների համար on-line, որտեղ իրենք հնարավորություն չունեն այդ կենտրոններ չկան մարզերում եւ հնարավորություն չկա հերթերից ծնողները բերել են, դրա համար մենք կազմակերպել ենք այս պայդրությամբ on-line աշխատանք, հետագային եթե մենք հնարավորություն ունենանք, մտածում ենք, որ շաբաթական 1-2 անգամ մեքենայով մեր մասնագետներին արդեն ուղարկենք այնտեղ անհատական արդեն մոտեցում ցույց կտան, կվերադառնանք դա ապագայի խնդիր է եւ խմբային աշխատանքներ, ինչպես նաեւ ունենք հոգեբանի աշխատանք ծնողների հետ, որ շատ կարեւոր է, որտեղ ինձնից սկսած հոգեկան լուրջ խնդիրներ մենք ունենք, որոնց պիտի գտնենք կարողանանք լուծել այդ խնդիրները հաղթահարել տարբերներ։ Տեր ջան, շատ շնորհակալ եմ, որ մեզի պատվի արժանացրեցիք, այցելեցիք մեզ։ Կարեն Սարգսակ Վարդանյան, ձեզանից եմ շնորհակալ, որ աջակցում եք արև երեխաներին եւ Տեր հորը անձամբ։ Եվ շնորհակալ եմ, որ այս, չգիտեմ, աննկարագրելի մեծ առաքելությունը վերցրել եք ձեր ուսերի վրա։ Ես վստահ եմ, որ մեր համայնքը, մեր ազգը այդ գիտակցությունը ունի եւ առաջին հերթին ես, որ կարողանանք աջակցել, ձեր ձեռքը բռնել, հետևել ձեզ այս հրաշալի այս գործի մեջ։ Վերջում կխնդրեմ, եթե ուղերձ ունեք իմ մասնավոր այն ծնողներին, մայրերին, հայրերին, ովքեր որ կամ ակնկալում են Դաունի համախտանիշով այսպես ծնվող երեխայի կամ արդեն ունեն, ինչպես կխրախուսեք, ինչ կասեք։ Ես ինձ համար վերցել եմ մի բան, որ նրանք կարող են, ես տարիների ընթացքում եւ ցույց ենք տալիս մեր աշխատանքով, ապացուցում ենք, որ նրանք կարող են ավելին, քան մարդիկ կարծում են։ Ես ուզում եմ ասեմ, դա Աստված, որ ոչ մեկ էս խնդիրը չունենա։ Դա Աստված, որ հաջող ծնունդներ ունենան, առողջ բալիկներ ունենան, բայց եթե Աստված մի արսեք, իրենք պիտի իմանան, որ սա Աստծո հեշտակներն են, Աստծո գառնուկներն են եւ դա նրանց տրվում է բայելու համար։ Ես այդպես եմ զգում, որ իմ տանը Աստծո հեշտակներ կենթանի ապրում ինձ հետ։ Եվ չհեռացնեն իրենց զավակներին, մանկատներ չհանձնեն եւ խնամեն վայելեն ուղղակի այդ երեխեքի ներկայությունը իրենց եւ վստահ լինեն, որ իրոք նրանք կարող են։ Եվ ուզում եմ վերջում ձեզ շնորհակալություն հայտնել այս հրավերի համար, անկեղծ ես միշտ համացանցում դիտում եմ ձեր հաղորդումները, շատ օգտակար են։ Շնորհակալությունս հայտնել իմ հոգևոր եղբորը, իմ ընկերոջը Կարեն Վարդանյանին, որ տարիներ շարունակ կանգնած է անձնապես թե իմ կողքին, թե իմ ընտանիքի կողքին, թե Մոնթեի կողքին եւ առավել եւս արդեն Մոնթեին ճանաչելով արև երեխաների կենտրոնին, թող Աստված օրհնի իր զավակներին, քաջառողջ պահի իրենց եւ Սրբազան հորը, Հովնան Սրբազանին անկեղծ ես շատ տպավորված եմ, որտեղ գրեթե 18 տարի Սրբազան հորը չեմ տեսել եւ այսպեսի հայրական ջերմ ընդունելություն չի ակնկալում, եթե անկեղծ լինեմ եւ այն հնարավորությունները, որ ընձեռնեց իր տիրախնամ թեմում բացելու իմ առջև եւ գործելու ազատ, անկաշկանդ որդիական խոնարհում սմբերում Սրբազան հորը համբուրում իր աչը եւ ասում շնորհակալ եմ
Եվ ասում եմ սա ոչ միայն իմ կողմից, այլ բոլոր արև երեխաների եւ նրանց ծնողների կողմից ասած օգնական սրբազան։ Շնորհակալ եմ սիրելի Տեր Հայր, շնորհակալ եմ Կանոն Սարգսակ, շնորհակալ ենք դիտելու համար եւ հուսանք, որ պիտի մասնակցեք արև երեխաների այս առաքելությունը։